Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ի առավոտյան բերման է ենթարկել սրբազան պայքար ընդդիմադիր շարժման եւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանին։ Վաղ առավոտից խուզարկություններ են նրա եւ շարժման այլ աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հաղորդել է սրբազան պայքարի կողմից ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների բացահայտման մասին։ Երեք իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության լրատվամիջոց հանդիսացող Civic AM կայքում հրապարակվել էր իրենց աղբյուրներից ձեռք բերված մի փաստաթուղթ, որը ըստ աղբյուրի հանդիսանում է հեղաշրջման պլան։ Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի խուզարկում են նաև իրենց կառույցի անդամների եւ որոշ պատգամավորների բնակարաններ։ Բագրատ Գալստանյանը այժմ գտնվում է քննչական կոմիտեում։ ՔԿ-ն նաև ներկայացրել է սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Հաղորդագրության համաձայն սրբազան պայքարի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել։